Ինչ վերաբերում է ազգ բանագին համարասարակ մեր նկատմամբ այդ քարոզությունը որ գա որ մենք եթե լինենք բادرազմ կլինի նախ բոլորը պիտի հասկանան որ եթե ուզում ենք խաղաղություն լինի պետք է պատրաստվենք բادرազմի ինչքան պատրաստ լինես բادرազմ վարելու այդքան խաղաղությունը կհեռանա ժողովուրդ ջան սա աքսիոմա է նոր բան չենք ասում սա եթե 15 տարի 15 դարաճ ասում ենք, 20 դարաճ ասում ենք, 10 դարաճ ասում ենք, մեզ մեղադրում էին, որ մենք մի ուժ ենք, որ մենք ռազմականացնել մեր երկիրը, թուք եւ այլն։ Ասենք այդ քննադատությունը նաեւ գալիս էր այնպիսի շրջանակներից, որոնք իրենք արևմուտամետ էին, եվրոպամետ էին, այսօր տեսնում ենք, չէ, Եվրոպան ինչա դառնում, հենց այդ կոնֆորմիստ Եվրոպան տեսնում ենք, չէ, ինչ է դառնալու ինչպես է ռազմականանալու ոդից գլուխ զինվելու հա տեսնում ենք չէ մենք բայց այդ մասին 15 դարաճ ենք խոսում այսինքն այն Եվրոպան որ գարձում է որ այլևս պատերազմներ չի լինելու տեսանք ինչ եղավ այսինքն առավել եւս մենք մեր դակավին Եվրոպան շատ ավելի այսպես ասած բարենպաստ քիչ հավանական վտանգի տարածքում է երկրագնդի հատվածում գտնվում ի դարբերություն մեր երկրի մենք դատապարտված ենք ազգանակ լինելու եթե ուզում ենք չվերանալ սկսելու համար իսկ ինչ վերաբերում եթե ուզում ենք պատերազմը հետաձգել պատերազմ այս երկրագնդու մեջ ենք դակավին մենք ապրում բոլորը պիտի հասկանան որ դակավին մարդկությունը չի հասել այն մագարտակի որ հարցերը առանց ուժի պիտի լուծվեն ցավոք ուստի եթե այդպես է ուրեմն մենք պիտի ուժ հավաքենք չէ եթե մենք ուժականություն չունենանք ոչ մի լուրջ քաղաքականություն չենք կարող վարել եթե մենք ուժ չունենանք այդ մեր հերանեկարային ծրագրերը որ ունենք այսօր խոսել ենք խոսում ենք եւ միշտ պիտի խոսենք դրանք կմնան թղթի վրա ժողովուրդ ջան եթե դու ուժ չունես նաեւ իրավական հարթակում դու չես կարող հաջողություններ ցերկ կրել իրավական հարթակում շատ կարեւոր է որ դու քո փաստարկումները ի օգուտ քո իրավունքների է շատ կարեւոր է բայց եթե դու դրա զուգահեռ դու ուժ չունես այս աշխարհում քեզ լսող չկա մանավանդ առաջիկա դասնամյակները ժողովուրդ ջան դե հենց էպես չեն ասել ուժն է ծնում իրավունք այո ասենք դարբեր ժամանակներ ես ասենք կարելի է երկար ժամանակ նաև ասենք ավելի եթե պիտի փորձենք փիլիսոփայել խորքի մեջ իրավունքի գիտակցումն է ծնում ուժը խորքի մեջ այդպեսին է բայց քանի որ հա նժդեհներից մենք նժդեհյան ժառանգությունից մենք հիշում ենք չէ նժդեհը ասում է ուժն է ծնում իրավունքը բարձ է ինչ ժամանակներում է ասել դա հիմա նորից նույնանման ժամանակներ են գալու այսօր եւս ուժն է ծնում իրավունքը հա խնդրեմ ասա այսեն ամենա ինչ ասեմ ամենալիբերալ ամենակոնֆորմիստ պասիֆիստ երկրի ղեկավարները արդեն անցել են այս օրագարկի ուզում առավել եւս մեր նման պետություններում որոնք դատապարտված են կառավարման իմաստով վերածվելու ազգային պետությունների եւ ազգբանակ համագարկի ձևավորման ամեն ազգ իր առանձնահատկություններով իր այսպես ասած ուրույն ծրագրերով եւ ես կարծում եմ որ եթե ժամանակին մենք այս ամենի մասում ենք խոսում ենք ընկալելի չենք բայց այժմ շատ ավելի ընկալելի են կամ նույն 18 թվի ընդրություններն էր չէ սասանձրերի անվամբ ենք մենք մասնակցում 18 թվականի դեկտեմբերի այդ ժամանակ քարոզությունը ասենք նիկոլյան քարոզությունը մեր վրա այն էր որ հիմնականում մեզ փորձեցին մղել դուրս ասելով որ այս մարտիկ եթե լինեն պատերազմը լինեն գլխավոր ասենք մեր ցագցի այդ ժամանակ մրցակցի ցավոք այդ ժամանակ չգիտենք որ դժնամի է այդ ժամանակվա մրցակցի գլխավոր բանը քարոզչական իրենց թիրախը որ մեր նկատմամբ
ընտրել էին, դա էր եւ ժողովուրդը շատ լավ էլ աշխատեց, եթե սասնաձրերը լինեն, պատերազմ լինել։ Հիմա սիրելի ժողովուրդ, սասնաձրերը չեղան, խորհրդարան չմտան։ Տեսակ ինչ եղավ։ Միստր բանտարկվեցին։ Պատերազմ չի։ Որոշ ագանադես եղան, ինչ եղավ։ Մենք հագարակն էինք այդ ժամանակ ասում։ Այսօր 18 թվականի մեր ելույթները, որ վերադառնանք լսենք, հագարակն էինք ասում, հագարակն էինք հաստարկել, որ եթե մեր նման ուժ լինի, ազգային ժողովուրդ թույլ չի դա, որ լինի եւ այլն եւ այլն։ Իհարկե։ Շատ հարցերում մենք պիտի բարդացրեինք եւ պատկերացրեք մենք 18 թվականից լինեինք ազգային ժողովում եւ այս ապազգային իշխանությունները արդեն իրենց ուղղությունը բռնեն թուրքական ոչ միայն ռուսական նաեւ թուրքական մենք խորհրդանում լինելով ինչքան հեշտ կլիներ ժողովրդի մոբիլիզացնել, չէ՞։ Միանշանակ։